Հարգելի կարիճներ, անենք կանխատեսում եւ տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հունիս ամիսը։ Մինչ կանցնեմ կարիճների կանխատեսմանը, ես ուզում եմ ասեմ, սիրելի երկորյակներ, ես ձեր մոլորակի անունը շփոթել եմ, ճիշտ է, իր նկարագիրը հենց պատկանում էր Մերկուրին, բայց ես ասել եմ Յուպիտեր, մինչդեռ իմ սեղանին հենց իմ, քանի որ ես էլ եմ երկորյակ, իմ մոլորակի այսպես բաժշտվան Աստվածը արդեն դրված էր իմ սեղանին։ Չգիտես ինչի ես փոխանակ ասեմ Մերկուրի, ասել եմ Յուպիտեր, հիշեք, ձեր մոլորակը երկորյակներ, Մերկուրինը, չնայած որ իմ նատալ կարտում ամենաբարձր դիրքում գտնվող մոլորակներից է Յուպիտերը, բայց իմ մոլորակը մնում է Մերկուրին։ Այդ արդեն առանձին եւ ուրիշ թեմա է, հնարավոր է մի օր խոսենք նաեւ այդ թեմաների մասին։ Անցանք առաջ, հարգելի կարիճներ, ձեզ համար ինչպիսին կլինի հունիս ամիսը։ Սխալս չէի կարող չուղղեի, որովհետև գիտեմ մեջում ինչքան մարդիկ կան նստած, սպասում են, որ հանկարծ ես սխալվեմ։ Աշխատանք, ֆինանս, այստեղ անձնական կյանք, առողջություն, խորհուրդ, անակնկալ եւ զգուշացում։ Մեր կարիճների ողջ ամսվա էներգիան, տեսնենք ինչ էներգիաների մեջ կլինեք, հարգելի կարիճներ դուք, ինչ էներգիաների մեջ կլինեք ողջ ամիս։ Եվ այսպես կարիճների աշխատանքի հետ կապված դուրս է եկել 7 սրերը, սա նշանակում է, որ աշխատանքում կարող է լինել այսպես խաբեություն, խորամանկ, այսպես մարդիկ լինեն, որ խորամանկ ձևով իրենց դնեն ինչ-որ սայթակողի տեղ կամ խորամանկ ձևով ուզենան այսպես օճառ դնեն ձեր ոտքերի տակ, զգուշ ենք լինում, հարգելի կարիճներ, խորամանկ խաղագնում աշխատանքում, որն էլ կբերի ֆինանսի այս վիճակին, ֆինանսն էլ այսպես հարցեր կլինեն, որոնք դուք ի վիճակի չեք կարգավորելու, որովհետև ֆինանսի հետ կապված խնդիրներ կարող են տեղի ունենալ, հենց այդ խաբեության պատճառով։ Այս նշանակում է, որ այդ հարցերը արդեն դարձել են ձեզ համար գլխացավրից շպենտակլի։ Տեսեք, բայց կամաց այդ վիճակը կկայանանա, երևի հունիսի վերջը ավելի այսպես խոստումնալից կարող է լինել ձեզ համար, քան սկիզբը։ Անձնական կյանքի համար դուրս է եկել սիելա կարտան, սա նշանակում է, որ ճիշտ է կան ձգողականություն, բայց այստեղ կա նաև ազդեցություն, հնարավոր է ձեզանից ամեն մեկը առանձին ուզում է կառավարել մյուսին, լավ չի։ Առողջության հետ կապված, տեսեք, առողջության հետ կապված դուք կարողանաք պահել բալանսը, կարող է որոշակի տատանումներ լինել, այստեղ զույգ օրգաններին հարկավոր է ուշադրություն դարձնել, եւ կարողանալ պահել բալանսը։ Տիեզերքի խորհուրդը ձեզ արևա դուրս եկել, որ հիշեք յուրաքանչյուր անպամատ եղանակից հետո դուրս է գալիս արևը, եթե ամսվա սկիզբը ձեր համար ավելի բարդ է, ապա կեսից ավելի խոստումնալից է, արևը պարզություն է, եղեք պարզ մարդկանց հետ եւ այն հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում են, կարող եք այսպես պարզել ու ձեր մոտ դա կստացվի։ Անակնկալը բաշնյա, տեսեք, սին հույսեր, սին այսպես նպատակներ, որոնց վրա կառուցել եք դուք ձեր նպատակները, այսպես հանկարծակի այդ զգում եք, որ խարխլվում է, ի՞նչն է խարխլվում, ինչ որ ձեզ պետք չէ, որ ավելնորդ է, որ դուք անիմաստ եք այդ մասին մտածել ու դրա վրա հետագա նպատակներ այսպես ունեցել։ Անակնկալը, այստեղ բաշնյան ու անակնկալը իրար լրացնում են, այսինքն այն էյֆորիաները, որոնք դուք եք ուրիշների շուրջ առաջացրել կամ ուրիշներն են ձեր շուրջ առաջացրել, իր ավարտն է մոտենում, չի կարող դա այդպես շարունակվել։ Սվետ, այո, եւ դուրս է գալի ամեն ինչ դեպի լուսավորում, եթե կան ինչ-որ բաներ, որոնք ձեր կողմից են սխալ արվել, ապա դա էլ դուրս կգա, այսպես կոպիտ ասած ջրի երես, եթե ձեր հանդեպ են արել, դա էլ դուրս կգա ջրի երես, այնպես որ դուրս են գալիս այդ էֆորիկ վիճակներից եւ անցնում ենք նորմալ կյանքի ամեն գույները տեսնում ենք այնպես ինչպես կա։ Եթե սև է, տեսնում ենք սև, սպիտակ է, տեսնում ենք սպիտակ, պետք չի տեսնել վարդագույն ակնոցներով այս աշխարհը,
Դրանց պատճառը մեր շրջապատի մարդիկ չեն, դրանց պատճառը մենք ենք, որ շատ մեծ վստահություն ենք ունեցել կամ շատ բարձր են գնահատել տվյալ մարդկանց կամ տվյալ իրավիճակները։